զինվել, հզորանալ, աշխարհաքաղաքական պայմանագրեր կնքել ու այլ երկրների հետ ամենաքիչը դաշնակցային հարաբերություններ ձևավորել։ Ադրբեջանի ձեռագիրն է։ Առաջիկա օրերին առանձին Բաքու կժամանեն հրեական աշխարհի առաջնորդ Բենյամին Նեթանյահուն եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Ամեն մի երկիր իր շահն է հետապնդում։ Ուրեմն Իրանի պարագայում հիշեցնեմ, որ մինչև այդ պարոն Մեհդի Սանային էր այցելել Ադրբեջան, որը նախագահի Փեզեշքյանի խորհրդուն արտաքին քաղաքականության, որ ինքը նախապատրաստում էր փաստացի Փեզեշքյանի այցը, եւ օրակարգը շատ լայն է։ Ըստ քաղաքական վերլուծաբանի Իրանի համար կարևոր է ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, ու ինչքան էլ փորձեն Հայաստանի հետ հարաբերությունները պահել բարի դրացիական մակարդակում, որի վառ արտացոլումներից մեկը վերջերս անցկացված հայ-իրանական զորավարժություններ, այդուամենայնիվ այս առումով Ադրբեջանը կրկին առաջ է։ Որպեսզի հասկանաք, վերջին 3 տարվա 2 տարվա ընթացքում Ադրբեջանը անցկացրել է մոտավորապես 4 հատ զորավարժություն համատեղ Իրանի հետ։ Հայաստանը մինչ այսօր չի ստորագրել ռազմավարական նշանակություն ունեցող պայմանագիրը Իրանի հետ։ Նկատում կան մի շարք հարցեր, որտեղ դեր Հայաստան-Իրան հարաբերությունները այդքան բարձր մակարդակի չեն, ինչքան Ադրբեջան-Իրան հարաբերությունները։ Եվ սա փաստ է։ Ըստ վերլուծաբանի, հայ-իրանական շահերի համընկնման տեսանկյունից, երբ խոսում ենք օրինակ կոմունիկացիաների վերաբերյալ հարցի մասին, ապա այստեղ Ադրբեջանի դերը միանգամայն բարձր է, որովհետև կա ուղիղ երկաթուղի, որը պիտի կապի Ռուսաստանը Իրանի հետ։ Մենք ունենք մեր առավելությունը։ Օրինակ, երբ որ մեր իրանցի գործընկերների հետ խոսում ենք, իրանք շատ ճիշտ ասում են, որ այո, մեզ Հայաստանը որպես հարևան շատ կարևոր է, բայց տնտեսական տեսանկյունից որպես շուկա Հայաստանը հետաքրքիր չի, 3 միլիոն նոր շուկա, բայց մեզ Հայաստանը հետաքրքիր է որպես մուտք ավելի քան 160-170 միլիոնոց շուկա, ԵԱՏՄ շուկայի մասին է խոսքը։ Եվ անդրադառնալով Իսրայելի հետ հարաբերությունների ընդլայնմանը կամ զարգացմանը, Իսրայելն այժմ առաջ է մղում այն օրակարգը, որ Միացյալ Նահանգները չպիտի բանակցի Իրանի հետ եւ որ որևէ պայմանավորվածություն չպիտի ձեռք բերի։ Եվ Ադրբեջանը հիմա շատ չեմ ասելու դժվար, բայց նուրբ իրավիճակում է գտնվելու։ Մեկ կողմից շատ լավ դիտարկում են, որ Իրանը ի վերջո հարևան է, այո, շահերը բախվում են, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ եւ այլ հարցերով տարածաշրջանային նշանակություն ունեցող։ Մյուս կողմից ինքը չի կարող ոչ մի բան չանել իր ռազմավարական դաշնակցու համար, որը օգնություն է ցուցաբերել ուղղակի Ադրբեջանին 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Ըստ քաղաքական վերլուծաբանի, սա շատ կարևոր շեշտ է, որովհետև երբ պետությունը զենք ու զինմթերք է մատակարարում այլ պետության, մինչև ինչ-որ կոնֆլիկտ, իբրև թե բիզնեսային հարաբերությունների համար, արդեն պատերազմի ժամանակ դա վերածվում է ուղիղ օգնության, փաստացի դառնալով կոնֆլիկտի կողմ։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։